Ամառն ավարտվեց, երեխաները վերադարձան դպրոց։ Նրանցից շատերին այս սեպտեմբերին միգուցե մի քիչ փոխված տեսան ուսուցիչներն ու նույնիսկ ընկերները, քանի որ արձակուրդները նրանք անցկացրել են մի շարք հրաշալի գրքերի ընկերակցությամբ։ Անցյալ տարվանից Զանգակ հրատարակչատունը կազմակերպում է ամառային ընթերցանություն ամենամյա մանկապատանեկան ծրագիր։ Բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ եւ կիսվել իրենց տպավորություններով, ընկերոջ, ծանոթի, անգամ անծանոթի հետ։ Այս տարվա ընթերցումներն ամփոփվեցին սեպտեմբերի վերջին։ Հրատարակչության նպատակն էր, որպեսզի երեխաները կարողանային ընդամենը մեկ գրքի համար վճարելով կարդալ վերջերս հրատարակված շատ գրքեր։ Երբ ես նոր առաջին դասարանն էի, իմ զարմիկս եւ զարմուհին ինձ նվիրեցին Անագե զինվորիկը գիրքը։ Ես մի քանի օր տանջվելով կարդացի ու դրանից հետո ինձ դուր եկավ կարդալը։ Հաջորդ գիրքս եղավ Չիպոլինոն, Երկարագույն Պապեպին, Կարսոնը եւ Մանչուկը, ու այդպես շարունակվեց։ Հետո Ռոբին Հուդը, Փիթեր Փենը Քենստինգտոնի ընկերներում, Ալիսը Հայլու աշխարհում, հերոսները ունեին իրենց տեսակետը եւ ես կարող էի մտածել իրենց տեսակետը ճիշտ է թե սխալ, այլ այնպես չէր, որ հեղինակը ասում էր սա բարի կերպար է, իսկ սա չար կերպար է։ Ես պետք է ընտրեի, որն է իմ համար լավ կերպար։ Ծրագրում ընդգրկված գրքերը Զանգակ հրատարակչության վերջին շրջանի հրատարակություններն են եւ դասական եւ ժամանակակից գրականություն, համաշխարհային ու հայ հեղինակների լավագույն ստեղծագործություններ։ Ծրագրի 3 ամիսների ընթացքում մասնակից գրախանութներում փոքրիկ ընթերցողների համար պարբերաբար կազմակերպվում են գրքերի քննարկումներ, գրական եւ թատերական միջոցառումներ, հանդիպումներ իրենց սիրելի գրքերի հեղինակների, թարգմանիչների եւ նկարազարդողների հետ։ Ինձ դուր է գալիս են, որ ամեն միջոցառմանը մի հետաքրքիր բան են անում։ Օրինակ, միջոցառումներ կան, որտեղ հրավիրվում են թարգմանիչները, գրքի թարգմանիչները, նկարազարդողները եւ նույնիսկ հեղինակները։ Շատ հարցեր ունեի տալու։ Օրինակ, ինձ հետաքրքրում էր, թե որտեղից է ծնվում իրանց մոտ կերպարի անունը, ինչ պիտի լինի, կերպարի ինչ բնավորություն պիտի ունենա։ Մեր նպատակն էր նաեւ գրքի շուրջ նոր ընկերներ, որպեսզի ձեռք բերեն երեխաները, այսինքն այն հետաքրքիր ավանդույթը վերականգնել, որ կարող են անծանոթները նույն գրքը կարդալով միասին նոր թեմա, չգիտեմ, զարգացնել, միասին շփվել եւ փաստորեն տարբեր դպրոցներում սովորող երեխաներ, տարբեր հասցեներում բնակվող երեխաներ գալիս են նույն հասցեն միասին գրական հանդիպման եւ խոսում իրենց կարդացած գրքերից քննարկում եւ երկրորդ տարին արդեն մենք նկատում ենք, որ շատ հետաքրքիր ընկերական խումբ է ստեղծվել նույնիսկ մի կողից, որ կարծում ենք իրենք երկարատև հետաքրքիր ընկերություն դեռ կունենան։ Ծրագիրը նաև որոշակի մրցակցային տարր է պարունակում։ Ընթերցողներին առաջարկվում է արձագանք գրել կարդացված գրքերի մասին։ Ամենաակտիվ մասնակիցները արտոնություններ են ստանում ծրագրի ավարտին։ Այս տարի ծրագիրը ամփոփելով մենք ունեցանք 22 լավագույն եւ 47 ակտիվ ընթերցող։ Բոլոր լավագույն ընթերցողների շնորհիվ իրենց դպրոցների գրադարանին 6 ամիս ժամանակով կտրամադրենք ծրագրի տնակը շուրջ 30 գրքերով եւ 6 ամիս շարունակ դպրոցականները հնարավորություն կունենան ընթերցելու, փոխանակելու գրքերը եւ ինչու՞ չէ արդեն կարելի ասել լավագույն ընթերցողին հավասար պաշարով գրական միանալու 2016 թվականի ամառային ընթերցանությանը, ինչպես նաև իրենց կողմից շատ սիրված գրքի Փիթեր Փենի ֆիլմը դիտելու հնարավորություն կունենան հոկտեմբերին սինեմասթարում, ինչը շատ է նրանց ոգևորել եւ բազմաթիվ իրեն կարտոնություններ ունեցան, որոնցից օգտվելու են հենց կոնկրետ միայն ամառային ընթերցանության մասնակիցները։ Մանկական գրապահարանը կտեղադրվի Արեգի դպրոցում եւ միգուցե հաջորդ ամառ նրա հետ ամառային ընթերցանությանը կմիանան դասընկերները, նոր հերոսների, անհավանական նոր պատմությունների ծանոթանալու արդեն սովորական դարձած կարոտով։